Ուրեմն Ալեն Սիմոնյանը իմ նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու մասին դիմել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությանը 2025 թվականի մարտի 4-ին։ Հիշեցնեմ, դա այն օրն էր, երբ ազգային ժողովում քննարկվում էր իմ կողմի շարժանառության մեջ դրված օրենքի նախագծերի փաթեթը, որով նախատեսվում էր երկու անգամ բարձրացնել խաղային ոլորտի հարկային բեռը, այսինքն գործող տուրքերը, եւ բարեբախտաբար նաեւ այդ վարույթը չխանգարեց եւ օրենքը ընդունվեց հաջորդ օրը։ Սա ինչու եմ ասում, որովհետեւ ես այստեղ ուղիղ կապ եմ տեսել, թե ինչու իմ գործընկեր Ալեն Սիմոնյանը իմ նկատմամբ կարգապահական պատասխանատվություն հարուցելու դիմումը ներկայացրել է հենց մարտի 4-ին, այլ ոչ այլ օր։ Սա ասում եմ կապված այս խնդրի հետ, այլ հարցերի խնդրում եմ այլ հարցեր չտալ, քանի որ այս պահին նպատակահարմար չեմ համարում պատասխանել այս հարցերին, որոնք կապված են սրա հետ։ Ամենամեծ կապի մասին խոսենք, թերևս մամուլում ամենահետաքրքիր կարող ենք եթե հարցում եք։ Խնդրում կարճ։ Այդ ուղիղ կապը հետաքրքիր է, թե ինչի մասին եք ասում, որ ասում եք Ալեն Սիմոնյանը ուղիղ կապ ուներ։ Ես չասեցի Ալեն Սիմոնյանը ուղիղ կապ ուներ, ես ասեցի, որ վարույթ հարուցելու օրը կապ ունեմ ես նախագծի քննարկման հետ, այսինքն այդ օրը մարտի 4-ին պետք է քննարկվեր իմ կողմի շրջանառության մեջ դրված նախագիծը 24-ժամյա ռեժիմով։ Դուք գիտեք, որ ազգային ժողովում 24-ժամյա ռեժիմով հարցերը քննարկվելուց հետո անմիջապես քվեարկվում են։ Այդ դեպքում բացառություն էր եւ հարցի քննարկումից հետո հարցը չդրվեց քվեարկության եւ միայն քվեարկության դրվեց հաջորդ օրը մարտի 5-ին։ Այլ մանրամասներ այս բանը չեմ ցանկանում անդրադառնալ, քանի որ ես դիմել եմ, ես նաև այդ հարցի քննարկումից հետո, ինչպես հայտարարել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իր հայտարարության մեջ, ապրիլին դիմել եմ Ալեն Սիմոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով, այդ ճանճին խնդրում եմ Թարեկ։ Այո։ Եվ հարցը չի քվեարկվել եւ հարցը չի քննարկվել մինչեւ սեպտեմբեր ամիսը եւ քննարկվելու միայն սեպտեմբերին եւ նաեւ անդրադառնամ այդ կետին կուսակցության հաղորդագրության մեջ տարածված է նման միտք, որ Հայկ Սարգսյանը երկու անգամ հրավիրվել է, սակայն չի ներկայացել իր դիմաց դիմումի քննության համար, ասեմ, որ դա այդպես չէ, ես մեր կուսակցությանը խնդրել եմ, որպեսզի այդ մասը խմբագրեն, քանի որ ինձ որևէ մեկը չի հրավիրել, անգամ ասեմ ավելին, ես եմ դիմել մեր կուսակցականներին, որպեսզի հարցը ես արդեն ասեցի այն ինչ որ ասեցի, այսինքն ինձ որևէ մեկը չի հրավիրել, ես խնդրել եմ մեր կուսակցությանը, որպեսզի խմբագրեն այդ հատվածը, քանի որ որպեսզի նման տպավորություն չստեղծվի, թե ինչու է Հայկ Սարգսյանը դիմել եւ չի ցանկանում մասնակցել իր դիմումի քննարկմանը։ Ցավոք, այս պահին ես տեղեկություն չունեմ, ոնց որ ոչ։ Ուրիշ հարցեր խնդրում եմ։ Պարոն Սարգսյանը դա մի մեծ բան չէ, ստատուսը բացեք նայեք։ Չեմ ցանկանում այդ հարցերին անդրադառնալ, անհետեցություն է դա, չեմ պատկերացնում ես նման ընդհանրապես բան։ Մհեր Ախտոյանի հետ։ Չարեք այս թեման վերջացնենք նոր էլի։ Այս թեման վերջացեցինք, խնդրում եմ էլի։ Եթե լրացուցիչ բաներ կարիք կլինի, կուսակցությունը կամ ես դրա մասին հանդես կգամ։ Ինչ վերաբերվում է կներեք, անդրադառնամ մյուս շատ տրվող հարցերին, հաճախ սկսած 2019 թվականից, երբ ես ընտրվել եմ ազգային ժողովի պատգամավոր եւ այն ժամանակ աշխատում էի եւ գործունեություն էի ծավալում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, ես իմ գործունեությամբ խանգարել եմ մի շարք գործունեության տեսակներին, որոնց մեջ առաջին թվում դա խաղային ոլորտն է, ես դա համարում եմ չարիք ու մշտապես խոսել եմ այդ մասին, որ խաղային ոլորտը չարիք է Հայաստանի Հանրապետությունում։ Այս իմ հրապարակային աշխատանքից հետո ես թիրախավորվել եմ ու գտնում եմ, որ դա հիմնականում եւ առավելապես խաղային ոլորտին սպասարկող անձանց կողմից է եղել այդ գրոհը եւ ինձ շարունակաբար մեղադրել են տարբեր հանցագործությունների մեջ, սկսած քրեական աշխարհի հետ կապ ունենալուց, սկսած թմրամիջոցների բիզնեսի կապ ունենալու հետ, տարբեր սպանությունների կամ տարբեր ինքնասպանությունների մեջ փորձելով կապելով, ես փորձել եմ մեծամասամբ չանդրադառնալ այս հարցերին, բայց այսօր ուզում եմ պատասխանել բոլոր հարցերին եւ կարող եք ազատ տալ բոլոր հարցերը կապված սպանությունների։ Հիմա գալիս եմ ձեր հարցին։ Ես պատրաստ եմ հիմա պատասխանել բոլոր հարցերին, որոնք կապված են այս դեպքերի հետ։ Չէ, Ալեն Սիմոնյանի հետ կապված հարցերի մասով այս պահին չեմ ուզում։
Որ կաշկանդվեի, այսքան չի խոսա։ Չէ, ներողություն, ես հարցնում եմ Ալեն Սիմոնյանն ինչ է հիմքում դրել, երբ որ ՔՊ Մենք փակեցինք էլ այդ կետը, հիմա անցնում ենք առաջ։ Հիմա գալիս եմ սպանություններին, կներեք։ Ինձ մշտապես փորձել են կապել որևէ սպանությունների հետ։ Ես կներեք կսպասեք, ես միտքս ավարտեմ։ Չկա, ձեր հարցին կպատասխանեմ։ Հիմա ասեմ։ Ինձ օրինակ ժողովուրդ օրաթերթը կա ժողովրդից մարդստեղ։ Ինձ կապում են քանակերում տեղի ունեցած սպանությունների հետ, մասնավորապես քանակերում հայտնի Տու մականունով անձի սպանության դեպքի հետ, որ ես այդ օրը եղել եմ դեպքի վայրում կամ եղել եմ մեքենայի մեջ ու ես կապ ունեմ սպանության հետ, որ այդ կապված ես դեռևս 2022 թվականին դիմել եմ դատարան պահանջելով հերքում եւ վնասի փոխհատուցում, քանի որ այդ նյութով արատավորվել է իմ բարի համբավը։ Ես այդ օրը չեմ եղել Հայաստանի Հանրապետությունում, այդ օրը ես եղել եմ զորավարժությունների Ռուսաստանի Դաշնությունի Կազան քաղաքում։ Արկա են դրա հետ կապված մամուլի հաղորդագրություններ, ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքում լուսանկարներ, որտեղ ես այդ օրը գտնվում եմ, կներեք, մամուլի հրապարակման մեջ ժողովուրդ օրաթերթի նշված էր, որ ես եղել եմ դեպքի վայրում մեքենայի մեջ սպասել եմ այդ խմբին։ Կներեք, ես այդ անձին տեսել եմ դրանից 3 տարի առաջ մեկ անգամ պատահաբար, որտեղ մեր երկիրը փոքր երկիր է, հյուրանոցում պատահաբար տեսել եմ այդ անձին 2018 թվականին, այո, Հայաստանում։ Մոտիկացել է, ծանոթացել ենք, դա մեր եղել է առաջին եւ վերջին հանդիպումը։ Ես այդ անձի հետ որևէ կապ չեմ ունեցել, մի անգամ տեսել եմ պատահական, այսինքն 2022 թվականի դրությամբ ես 4 տարի այդ անձին երբևէ չեմ տեսել, որևէ հարաբերություն չեմ ունեցել ու ինձ փորձել են կապել այդ անձի սպանության հետ, որպեսզի փորձեն ինձ վարկաբեկել, արատավորել, որպեսզի ես իմ օրենսդրական գործունեության մեջ լինեմ կաշկանդված եւ չկարողանամ իմ օրենքի նախագծերը տանել արդյունավետ առաջ։ Բարեբախտաբար դրանք չի հաջողվել, բայց սա կապված է մեր դատական համակարգի խնդիրների հետ, օրինակ ես 2022 թվականին դիմել եմ հայցով, եթե արագ տեմպով դատաքննություն տեղի ունենար եւ դատարանը պարտավորեցներ ժողովուրդ օրաթերթին հատուցել իմ վնասը, վճարել գումար եւ ներողություն խնդրել ինձ զրպարտելու համար, հետագայում նման դեպքերից կփորձենք խուսափել, բայց քանի որ ունենք այնինչ որ ունենք եւ հաճախ բոլորը նաեւ ընդդիմությունը, իշխանությունը նույնպես մենք դժգոհում ենք դատաիրավական համակարգի դանդաղ աշխատանքից։ Հիմա անդրադառնամ մյուս դեպքին, օրինակ 168 ժամներ կներեք հրապարակել կապված, կներեք մտ բան ասեմ։ Հիմա ես հարցերին պատասխանում եմ, կներեք բանը։ Հիմա կանդրադառնամ ձեր գալիս եմ ձեր հարցին։ Մի քանի ամիս առաջ նաև իմ վերջի օրենսդրական նախաձեռնությունից հետո ես ուղիղ կապ եմ տեսնում նաև այդտեղ, երբ որ ինձ հաջողվեց 2 անգամ բարձրացնել խաղային ոլորտի տուրքերը, սրա արդյունքում տարեկան շուրջ 30 միլիոն դոլար հավելել գումար է մուտքագրվելու պետական բյուջե, նշեմ, որ միայն այդ նախագծի ընդունման արդյունքում դրանից հետո ինձ փորձեցին կապել Կարեն անունով անձի ինքնասպանության մեջ, նշեմ, որ տվյալ անձին երբևէ չեմ տեսել եւ առաջի անգամ իր մասին լսել եմ այդ հրապարակումների մեջ։ Այդ անձին երբևէ չեմ տեսել, 168 ժամը տեղեկություն հրապարակել, իբրև ես կապված եմ այդ անձի ինքնասպանության հետ կամ ես եմ հասցրել, մենք ունեցել ենք դատական ինչ-որ վեճեր կամ ես փորձել եմ իրավի ինչ-որ բան խլել։ Նշեմ, որ այդ անձին երբևէ նույնպես չեմ ճանաչել, նաև 160 Ես չեմ ճանաչում այդ անձին։ Ես նույնպես դիմել եմ այս հարցով վարչական դատարան, որպեսզի այս հայցով նույնպես վնասի փոխհատուցում պահանջեմ։ Ես արդեն նշեցի, որովհետև ես պայքար եմ տանում խաղային ոլորտի եւ այլ արատավոր երևույթների դեմ։ Օրինակ, թմրամիջոցների ապօրինի շրջանառության մասը, օրինակ դուք գիտեք, որ ես տարեսկզբին շրջանառության մեջ էի դրել օրենքի նախագիծ, որով առաջարկում էի պատիժները թմրանյութերի ապօրինի շրջանառության համար խստացնել, հատկապես խոշոր չափերով թմրանյութերի իրացման համար նախատեսել մինչև ՑՄ ազատազրկում նախագիծը քննարկվեց, կային դեմ կարծիքներ եւ այս պայմանությամբ դեռևս չի ընդունվել։ Սա ինչ եմ ասում, բայց նաև այդ նույն շրջանակները ինձ փորձում են հաճախ կապել թմրանյութերի բիզնեսի հետ, որի հետ ես բնականաբար չեմ կարող առնչություն ունենալ եւ անտրամաբանական կլիներ, եթե ես նման բիզնեսի հետ առնչություն ունենայի եւ դիմեի նման օրենքի նախաձեռնությամբ հանդես գալ։ Հիմա կապված մի փառաքարի դեպքի հետ կապված։ Հիմա փառաքարի դեպքի հետ կապված գործընկերոջ հարցին պատասխանեմ։ Փառաքարի դեպքի հետ կապված բնականաբար ես որևէ կապ չունեմ։ Փառաքարի դեպքի հետ կապված ես ազգային ժողովում ելույթ եմ ունեցել 2025 թվականի փետրվարին եւ տեղի են ունեցել հայտնի դեպքերը փետրվարյան Փառաքար համայնքի մերձավան բնակավայրում, որտեղ տեսանյութերից հայտնի էր դառնում, որ
աշխատել է ինքնաձիգ եւ այլ հրազենային միջոցներ, վիրավորվել է մեկ անձ եւ մեկ անձ տեղում մահացել է դեպքի վայրում։ Ես ազգային ժողովում հանդես եմ եկել, այդ հայտարարությունը կարող եք տեսնել եւ ասել եմ, որ տվյալ դեպքում ներքին գործերի նախարարությանը հարց ու պատասխանի ժամանակ հարց եմ տվել ներքին գործերի նախարարին, թե ինչ կանխարգելիչ միջոցառումներ են տարվել, որպեսզի այս երկու խմբերի միջև այդ վիճաբանությունների կամ թշնամության հետևանքով չունենանք դժբախտ պատահարներ։ Եվ նաև ինչ որ առումով մեղադրական հարց եմ հնչեցրել, որ օպերատիվ տեղեկություններ են եղել, որ կա երկու խմբերի միջև թշնամություն եւ անհրաժեշտ կանխարգելման աշխատանքների պատշաճ չկատարման արդյունքում ունեցել ենք զոհ եւ վիրավոր։ Սա կապված փառաքարի դեպքերի հետ, լավ աշխատանք չմեկնաբանեցիք, դուք ինքներդ ասեցիք ներողությունների հետ կապված լուսանկարեր արվեցան։ Դուք ասում եք մշակույթի հերու մարդը, ինչպես է ստացվում հերու մարդը մոտ է այդքան այդ անձին։ Ես քրեական մշակույթից հեռու եմ, ես քրեական ենթամշակույթի դեմ բարբերաբար հարցեր եմ տալիս ազգային ժողովում եւ նաև հարցումներ եմ կատարում եւ աշխատանք ենք տանում, որպեսզի քրեական ենթամշակույթը մեր երկրից արմատախիլ արվի, որևէ կապ ինչպես քրեական ենթամշակույթ կրող մարդկանց սեղան եք նստում։ Ես քրեական ենթամշակույթ կրող անձանց հետ սեղան չեմ նստում։ Ես կներեք մեծ բան ասեմ։ Տարբեր լուսանկարներ կարող լինեն, ինչի մասին է խոսքը։ Ես բազմաթիվ մարդկանց հետ լուսանկարներ ունեմ, դա չի նշանակում, որ ես կապ ունեմ քրեական ենթամշակույթի հետ։ Հիմա մեր ախտորանի մասին է հարցը, պատասխանատու տվեք բարակ միաժամանակ։ Դուք միաժամանակ 10 հոգով խոսում եք, ես գրկած նկար որևէ մեկի հետ չունեմ։ Հիմա տվյալ դեպքում մեր ախտորանի հետ լուսանկարը տեղի ունեցել տարիներ առաջ, մեր ախտորանի ես չեմ հիշում երբեք վերջի անգամ տեսել, դա եղել է հավանաբար 2 տարի առաջ։ Ընկերական հարաբերությունների կապի մասին անգամ իր հեռախոսի համարը չունեմ, ճանաչում եմ իրեն փողոցային պայքարից, ծանոթացել եմ եւ կարող եմ ասել այդքանը, որևէ կապի մեջ նրա հետ չեմ գտնվում։ Կներեք չեմ ցանկանում նման հարցերի, նման մականունով Պարոն Սարգսյան, ինչու եք եկել դուք այս չեպազրույցին, երբ որևէ հարցի չեք պատասխանում։ Ես չեմ ցանկանում անդրադառնալ այդ հարցին, չեմ ցանկանում հավատալ այդ լուրերին, որ նման դիմում է եղել։ Շնորհակալ եմ այսքանը։ Բայց խուսափեցի։ Ես արդեն ասացի խաղային ոլորտից, քրեական ենթամշակույթ գրող անձինք եւ թրվարությունների բիզնեսի մեջ ներկայացնում։ Չեմ խուսափում, ես ասացի չեմ ցանկանում Ալեն Սիմոնյանի շուրջ այլևս։ Ինչու եք կաշկանդված Ալեն Սիմոնյանի, ինչու եք կաշկանդված Ալեն Սիմոնյանի։ Նախաբանում ասեցի, ասեք, խնդրում ասեք։ Պարոն Սարգսյան, կառավարությունը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է կրճատել պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 6 ամսով։ Դուք ձեր վերջին նախագիծը որ բերել եք, բազմաթիվ թվեր ու բաներ եք հնչեցնում, որ զորակոչի լուրջ խնդիր կա Հայաստանում։ Հիմա այս նախագծի շրջանառության մեջ դրվելու հետ կապված ձեր կողմ դեմ դիրքորոշումը ինչպիսին է եւ արդյոք սա հակադրության մեջ չի այս նախաձեռնությունը ՊՆ-ի այն հայտարարությունների հետ նաեւ որոնք դուք եք անում։ Իդեպ այսօր նաեւ պատասխանում այսօր նաեւ դուք չպատասխանեցիք, ուզում եք Հայաստանը այն հարցերի պատասխանը, որը ձեզ է դուք։ ՊՆ փոխնախարարը հայտարարեց, որ կա զորակոչի խնդիր Հայաստանում։ Շնորհակալ եմ կարևոր հարցի համար, տեսեք։ Ես շատ ուրախ եմ, որ իմ օրենսդրական գործունեության հետ կապված հարց եք տալիս, քանի որ բամբասանքներին եւ այլ նյութերին ցանկություն չունեմ մեծ հաշվով պատասխանելու, նոր փորձեցի հնարավորինս պատասխանել այն հարցերին, այլևս չեմ անդրադառնա, հիմա անդրադառնանք այն հարցերին, որոնք կապված են իմ օրենսդրական գործունեության հետ։ 2024 թվականի տարեսկզբին ես ուսումնասիրելով զորակոչի հետ կապված խնդիրները Հայաստանի Հանրապետությունում 2022-2023 թվականների ծայրահեղ ծանր վիճակը մի շարք օրենսդրական նախաձեռնությամբ եմ հանդես եկել եւ նաեւ քննարկումներ եմ ունեցել Պաշտպանության նախարարության հետ, դրա հետ կապված վարչապետի հանձնարարականով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը ստեղծվել էր, որպեսզի քննարկվի նաեւ իմ կողմից ներկայացված զորակոչի հետ կապված խնդիրները։ Սրա հետ կապված ես 5 քայլով էի հանդես եկել, այդպես էր պայմանական կոչվում, որպեսզի լուծենք զորակոչի հետ կապված խնդիրները եւ այդ քայլերից մեկը այո հենց պարտադիր զինվորական ծառայությունը 1.5 տարի սարքելն էր, բայց նաեւ այլ կարեւոր հատվածներ կար օրենքի նախագծի մեջ, որը ես շրջանառել էի։
հատկապես ամենակարևորներից մեկը, որ ես ցանկանում եմ հիմա նշել, եւ նաեւ լրագրողներին ասել, որպեսզի դուք նաեւ այս սրա հետ կապված աշխատանք ունեք կատարելու, իմ ասեմ, որն է դա։ Խոսքը վերաբերվում էր Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիների քաղաքացիությունից հրաժարվելուն մինչև 18 տարին լրանալը, եւ ես թվեր էի հրապարակում, որ այս տարի կամ հաջորդ տարի բանակ զորակոչվողների 7% կամ 8% արդեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն, եւ մեծ թվով քաղաքացիներ հրաժարվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, որպեսզի հետագայում չզորակոչվեն պարտադիր զինվորական ծառայության։ Օրենքը տապալվեց ընդդիմության դեմ քվեարկելու եւ քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչյանի ձեռնպահ քվեարկելու արդյունքում կամ հետևանքով։ Հիմա ես կցանկանամ, որպեսզի դուք լրագրողները հարց տաք ընդդիմադիրային պատգամավորները, ովքեր դեմ քվեարկեցին եւ տապալեցին նախագիծը, եւ նաեւ մեր մյուս գործընկերոջով ձեռնպահ քվեարկելով տապալեց նախագիծը, որպեսզի կներեք ավարտում եմ, որպեսզի հասկանանք օրենքի տապալումից հետո ամառվա ընթացքում հունիս, հուլիս, օգոստոս ամիսներին քանի անձ է հրաժարվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, նրանցից քանիսն են եղել արական սեռը մինչև 18 տարեկան եւ պարզ կդառնա նախագծի դուք նամակ կստանաք մանդատը վայր դնելու պարոն Սարգսյան։ Հիմա ինչ վերաբերվում է 2 տարին տարուկես սարքելուն, դա անհրաժեշտ քայլերից մեկն է, որը պետք է տեղի ունենա զորակոչի հետ կապված խնդիրը լուծելու համար։ Հիմա ասեմ ոնց է լինի։ Զորակոչի հետ կապված խնդիրների մի զգալի մասը գալիս են առողջական խնդիրներ ունենալու պատճառով բանակից խուսափելով կամ առողջական թղթեր սարքելով, ոչ պիտանի ճանաչվելով, զորակոչի չներկայանալով եւ զորակոչից ազատվելով։ Ես ինչ էի առաջարկում, ես առաջարկում էի, որպեսզի խստացնող մի շարք օրենքներ ընդունենք, որպեսզի մեր քաղաքացիները չկարողանան խուսափել պարտադիր զինվորական ծառայությունից, դրա արդյունքում մեծանա զորակոչը եւ զորակոչի մեծանալը մեզ հնարավորություն տա զորակոչի ժամկետը կրճատելու։ Տեսեք, եթե մենք օրինակ կնդիցուկ, եթե մենք ունենանք 2 զինծառայող, ովքեր ծառայում են 2 տարի ժամկետով, մենք ունենում ենք 4 տարվա պարտադիր զինվորական ծառայություն, ճիշտ է։ Եթե մենք ունենում ենք 3 ժամկետային զինծառայող, ովքեր ծառայում են ամեն մեկում 1.5 տարի, մենք ունենում ենք 4.5 տարի պարտադիր զինվորական ծառայություն։ Ինչ եմ ուզում ասել։ Եթե մենք պարտադիր զինվորական ծառայությունը կրճատում ենք 25%-ով, բայց կարողանում ենք 25%-ով կամ ավելի մեծ տոկոսով բարձրացնել զորակոչի թիվը, ունենում ենք միավոր ժամանակահատվածում ավելի մեծ թվով զինծառայողներ։ Այսինքն, եթե 2-ի փոխարեն մենք ունենում ենք 3 զինծառայող, մենք կարողանում ենք 4 տարվա փոխարեն ունենալ 4 Սա երկխոսության մի վերացի, պարոն Սարգսյան, պատասխանում եմ հարցի շատ կարևոր հարց է։ Չէ, բայց մենք էլ հարցեր ունենք, սա գնանք իրեն առանցին հարցազրույց։ Հիմա ինչա սպառնում է Փաշինյանի նամակը, պարոն Սարգսյան։ Առաջիկայով փորձելու եմ նկրկին շրջանառության մեջ դնել իմ օրենքի նախագիծը, որպեսզի կանխեմ այն արատավոր երևույթը, որը կա Հայաստանի ըստ իս պետք է խնդիրներ լուծվեն փաթեթով, որպեսզի մենք երբ խրախուսում ենք պարտադիր զինվորական ծառայությունը կրճատելով ժամկետը, դա խրախուսող նորմ է, մենք նաև սահմանափակելով մյուս արատավոր կետերը, որոնցով քաղաքացիները հրաժարվում են պարտադիր զինվորական ծառայությունից, փորձենք զորակոչի թիվը մեծացնել, որպեսզի միավոր ժամանակահատվածում չունենանք զորակոչիկների թվի նվազում։ Պարոն Սարգսյան, ձեզ սպառնում է Նիկոլ Փաշինյանի WhatsApp-ի նամակը, որով դուք պատգամավորական մեր այդպես հարցի մի տեղ։ Նորություն չի ԿՊ-ում։ Չկա նման անհանգստություն։ Ես ունեի հարցն օրինագիծը հիմա ինչ փուլում է, եւ դուք նաեւ տոկոսներով եք խոսել, որ 18 տարի լրացածների քանի տոկոսն են գնում պարտադիր ժամկետային ծառայության, որքանով է ճիշտ է տոկոսներով խոսելը եւ կա դրա իրավունքը։ Այո, կա դրա իրավունքը, տոկոսներով խոսելու նպատակը նա է, որպեսզի մեր հանրությանը բացատրենք, թե ինչ իրավիճակ ունենք այսօր եւ ինչ փոփոխություններ պետք է կատարենք, որպեսզի այս իրավիճակը մեղմվի։ 2022 եւ 2023 թվականներին բանակ է զորակոչվել զորակոչի ենթականների 31.4% միայն։ Այսինքն մոտ 70%-ը չի գնացել պարտադիր զինվորական ծառայության, ինչ-ինչ խնդիրների պատճառով։ Ես նաև հանձնաժողովի նիստում մանրամասն նշել եմ, թե քանիսն են հրաժարվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, քանիսն են մեկն էլ ուսման չեն ներկայացել ուսման գնալուց հետո, քանիսն են առողջական խնդիրների պատճառով խուսափել պարտադիր զինվորական ծառայությունից եւ այս ուսումնասիրությունը ես անում եմ դեռևս 2019 թվականից եւ հաճախ խոսք է գնում եւ այո վարչապետին ներկայացրել եմ Պարոն Սարգսյան հաճախ եւ խոսքը գնում է որ Հայաստանում բանակը կամ Սարգսյան Հայքի նախագիծը վերաբերվում է նրան որպեսզի աղքատները ծառայեն եւ հարուստները չծառայեն ես պարզ բան եմ ասում
Դեռևս 2019 թվականին ես հարցում եմ արել այն ժամանակվա կրթության նախարարին, հետևյալն է եղել. Քանի քաղաքացիներ են արական սեռի մեկն էլ Հայաստանից ուսման նպատակով ստացել տարկետում, նրանցից քանիսն են վերադարձել։ Եվ հարցման պատասխանը նախարարի ստորագրությամբ եկել է, որ կրթության նախարարությունը նման հաշվառում չունի։ Այսինքն մենք տարիներով տվել ենք տարկետում մեծահարուստների կամ հարուստների երեխաներին, որտեղ նրանք կարող են ուսման մեկնել լավագույն համալսարանները աշխարհի, Լոնդոն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ այլն, եւ փաստացի որևէ հաշվառում չի վարվել, նրանք հետ վերադառնում են, թե ոչ։ Մինչ օրս էլ նման հաշվառում պատշաճ չի վարվում։ Եվ մենք տարիներով շարունակ տալիս ենք տարկետում այս խմբի անձանց, ովքեր ենթադրաբար հարուստ են կամ առնվազն աղքատ չեն, նրանք մեկնում են եւ մեծամասամբ չեն վերադառնում Հայաստանի Հանրապետություն մինչեւ 27 տարին լրանալը, որտեղ ուսում են ստանում, ծախսում են մեծ գումարներ։ Հիմա կներեք, հիմա ասեմ։ Եվ նաեւ ունենք մեծ խումբ քաղաքացիներ, ովքեր հրաժարվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից մինչեւ 18 տարին լրանալը։ Եվ 18 տարին լրանալուց հետո նրանք այլևս զինապարտ չեն։ Իմ հարցերը բարձրացրած եւ իմ նախագծերը վերաբերվել են այս կետերին, որովհետեւ մենք փակենք քաղաքացիությունից հրաժարվելու ճանապարհը, որովհետեւ մենք փակենք ուսման նպատակով տարկետում ստանալու եւ դուրս մեկնելու ճանապարհները եւ նաեւ փակենք առողջական խնդիրների պատճառով ծառայությունից խուսափելու ճանապարհները։ Սրա արդյունքում ունենանք զորակոչի միջև կրկնակի աճ, այսինքն 31%-ի փոխարեն բանակ զորակոչվի 60%-ը։ Սրա արդյունքում կարողանանք նաև ծառայության ժամկետը կրճատենք եւ դա նպաստ կբերի այն քաղաքացիներին, ովքեր այսօր ուզեն մեկնում են ծառայության, որովհետեւ չունեն հարուստ ծնողներ, չեն կարողանում մեկնել արտերկրից սովորելու, չեն կարողանում հրաժարվել քաղաքացիությունից կամ չեն կարողանում այլ միջոցով ստանալ ոչ պիտանելիության թուղթ։ Սա է ամբողջ։ Պարոն Սարգսյան, դուք Ալեն Սիմոնյանի եւ Վիվարոյի սեփականատերերի, թույլ տվեք ես իմ հարցը տամ մի պատասխանի։ Ալեն Սիմոնյանի եւ Վիվարոյի սեփականատերերի միջև կապ տեսնում եք արդյոք թե ոչ եւ կարծում եք որ այդ կապը որևէ ազդեցություն ունի այս պատմության վրա թե։ Ես ցանկանում պատասխանել հարցին։ Դուք լրագրողում կարող եք այդ հարցի պատասխանը տալ։ Պարոն Սարգսյան, համալիր խնդիրներ եք նշում այդ զորակոչի հետ կապված եւ ասում եք որ այդ ամբողջ խնդիրները լուծելով հետո նաեւ հնարավորություն ստեղծվել կրճատել ծառայության ժամկետը եւ կբարձրանա զորակոչի թիվը։ Հիմա այդ ամբողջը չլուծված զորակոչի զինվորական ծառայության ժամկետը կրճատվում է։ Սա ինչ խնդիր կարող է առաջացնել։ Տեսեք, իմ նախագիծը, որ ես շրջանառել էի, կառավարության նիստում, այո, փաթեթային լուծումը, կառավարության նիստում ստացել է դրական եզրակացություն եւ զեկուցողը պաշտպանության նախարարն էր, ով իմ բարձրացած խնդիրները երկրորդում էր եւ ասում էր այո մենք ունենք նման խնդիրներ կապված զորակոչի թվի հետ, քաղաքացիությունից հրաժարվելու դեպքերի հետ, մյուս դեպքերի հետ եւ ասում էր որ անհրաժեշտ է որպեսզի մենք ընդունենք падգամավոր Հայկ Սարգսյանի կողմից շրջանառված օրենքի նախագիծը։ Նախագիծը տապալվեց ազգային ժողովում, որովհետեւ ընդդիմադիր մեր գործընկերները եւ նաեւ իշխանության գործընկերներից մեկը արդեն նշեցի, դեմ քվեարկեցին հանձնաժողովին։ Դեմ են հելել իշխանությունն ու ընդդիմությունը։ Հիմա ես պատասխանում եմ ձեր հարցին, այն հարցին, թե փաթեթային ճիշտ է անել, թե ոչ։ Ես իմ կարծիքը եւ նաեւ պաշտպանության նախարարի պաշտոնական կարծիքը եւ նաեւ կառավարության պաշտոնական դիրքորոշումը, որը եկել է ազգային ժողով, հետեւյալն է, որ այո, պետք է խնդիրները լուծվեն փաթեթային։ Ճիշտ եք ասում, շատ ճիշտ եք։ Ես սրա հետ կապված օրերս նաեւ գրություն եմ գրել պաշտպանության նախարարին, շնորհակալություն եմ հայտնել, որ իմ առաջարկած կետերից մեկը պաշտպանության նախարարությունը շրջանառել է, նաեւ Իմ գրության մեջ հայտնել եմ, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա գտնում եմ, որ այս խնդիրները պետք է լուծվեն փաթեթային, որովհետև մենք սրա միջոցով պետք է նաև կանխենք քաղաքացիությունից հրաժարվելու դեպքերը։ Բանավոր զրույցում նախարարը ասել է, որ կիսում եմ կարծիքը եւ առաջիկան պետք է քննարկումներ ունենալ։ Պարոն Սարգսյան, ներողությունը Չեմ ցանկանում այդ հարցին պատասխանել։ Այլ հարց, ներողություն, պարոն Սիմոնյան, պարոն Սարգսյան, երբ որ դիմել ենք ԿՊՀ ձեր հարցով հիմքում ինչ են դրել, դա Ես դրա հետ կապված արդեն ասեցի, խնդրում եմ այլ հարցեր, եթե օրենսդրական նախագծի հետ կապված հարցեր ունեք, չեմ ցանկանում պատասխանել։ Ուրիշ հարց կա։ Դիմում հիմք, ներողություն։ Չեմ ցանկանում, կներեք, չեմ ցանկանում պատասխանել։ Ասեք, խնդրում եմ Ժողովի ջան։ Չեմ ցանկանում։ Արեգ ջան, չեմ ցանկանում ձեր հարցին պատասխանել։ Ունեք այլ հարց, ասեք։ Որովհետև կարծում եք նոր խնդիրներ կառաջանան ձեր։ Ասեք։ Ես առաջարկում եմ դարձնել։